Սահմանադրական դատարանի 2024 թվականի հուլիսի 22-ի որոշմամբ նախկին քրեական դատավարության օրենսգրքի 309 պրիմ հոդվածի 3-րդ մասը ճանաչվեց սահմանադրությանը համապատասխանող այն մեկնաբանությամբ, որ մեղադրողը կարող է մինչև դատարանի խորհրդակցական սենյակ հեռանալը փոխել ամբաստանյալին առաջադրված մեղադրանքը։ Նրան մեղսագրվող արարքի իրավական որակումը, ամբաստանյալի արարքում քրեական օրենքով նախատեսված այլ արարքի հատկանիշների առկայության պարագայում, անկախ դատական քննության ընթացքում ապացույցների հետազոտումից։ Եթե ավելի պարզ լեզվով ասեմ, ինչ է տեղի ունեցել, նախկին հոդվածի վերաբերյալ, երբ Սահմանադրական դատարանը հակասահմանադրականության վերաբերյալ որոշում կայացրեց, հետագայում բարձր դատարաններն ասացին, որ դատախազն իրավասու է փոխելու մեղադրանքը նույն փաստական տվյալների առկայության պայմաններում այլ հոդվածով որակել արարքը։ Բարձրագույն դատական խորհրդի որոշման հիման վրա գործը քննող դատավորի լիազորությունները նախկինում, որ քննել էր գործը մինչև 2021 թվականը, դադարեցվեցին։ Եվ քրեական գործը 2024 թվականի սեպտեմբերի 2-ին մակագրվեց Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի քրեական դատարանի մեկ այլ դատավորի։ 2024 թվականի սեպտեմբերի 12-ին Վճռաբեկ դատարանը դատախազի բողոքի հիման վրա բեկանեց Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 2021 թվականի ապրիլի 16-ի որոշումը եւ այն անփոփոխ թողնելու մասին վերաքննիչ քրեական դատարանի 2021 թվականի նոյեմբերի 26-ի որոշումը։ Գործն ուղարկվեց հակակոռուպցիոն դատարան նոր քննության։ Բոլոր նիստերը լուսաբանվում են, նիստերի վերաբերյալ կարծում եմ ամբողջությամբ համապարփակ տեղեկացված են եւ տուժողի իրավահաջորդները եւ հանրությունը։ Բայց ուղղակի կնշեմ, որ ի թիվս այլնի Վճռաբեկ դատարանն արձանագրեց, որ Սահմանադրական դատարանի 2024 թվականի հուլիսի 22-ի որոշման լույսի ներքո, եթե մեղադրողը գտնում է, որ կատարված արարքը կարող է որակվել քրեական օրենսգրքի այլ հոդվածով, ապա իրավասու է մեղադրանքի լրացմանը կամ փոփոխման ուղղված քայլեր ձեռնարկել։ 2024 թվականի հոկտեմբերի 11-ին հանրային մեղադրողի կողմից կայացվել են Ռոբերտ Քոչարյանին, Զեյրան Օհանյանին, Յուրի Խաչատրովին եւ Արմեն Գևորգյանին նախկին քրեական օրենսգրքի 301 հոդվածի առաջին մասով վերագրված արարքի իրավական գնահատականը փոխելու եւ նրանց նոր արդեն նույն օրենսգրքի 309 հոդվածի 3-րդ մասով, որը համապատասխանում է գործող քրեական օրենսգրքի 441 հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետին, մեղադրանք ներկայացնելու մասին որոշումներ։ 2025 թվականի նոյեմբերի 24-ին դատարանը հանրային մեղադրողին ժամկետ է տրամադրել նշված որոշումները քրեական դատավարության օրենսգրքի պահանջների պահպանմամբ կազմելու եւ ներկայացնելու համար։ Ձեր հնչեցրած հարցերից ես հասկանում եմ, որ մեղադրանքի վերաբերյալ տեղեկացված չեք, բայց նաեւ ազգային ժողովի ամբիոնից ես չեմ կարող հանրային մեղադրողի փոխարեն, թեև իհարկե շատ ցանկալի կլիներ, ընթերցել ամբողջ մեղադրանքը, որ առաջադրված է եւ ձեր բարձրացած մի շարք հարցերի պատասխաններ հենց այդ մեղադրանքի մեջ դուք կստանայիք կապված եւ զինվորականների մասնակցության հետ կապված եւ որոշակի դրվագների հետ կապված, որոնք տվեցիք նախաքննության մարմնին, բայց նշեմ, որ առաջիկայում դատարանը արդեն մեղադրողին հնարավորություն է տալու ներկայացնել, այսինքն դատարանում ընթերցել այն մեղադրանքը, որը առաջադրված է իմ կողմից նշված անձանց եւ ըստ էության արդեն հնարավորություն կունենա հանրությունը ծանոթանալու դատարան ուղարկված մեղադրանքի բովանդակությանը։ Ցավոք սրտի, մինչ այս պահը մենք որպես հանրության ներկայացուցիչներ զրկված ենք եղել այս հնարավորությունից։ Վստահաբար դատարանի հետ կապված հարցեր կլինեն, բայց ձեր թույլտվությամբ ես ներկայացնեմ երկու այլ գործառույթի հետ կապված դատախազության այս ընթացքում կատարած աշխատանքը։ Այդ թվում այն կոնտեքստում, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը սեպտեմբեր ամսին նշել է Ֆարմանյանը եւ այլ քննադեմ Հայաստանի վճռի ներքո։ 2025 թվականի օգոստոսի 11-ին գլխավոր դատախազությունը հակակոռուպցիոն դատարան է ներկայացրել հայցադիմում ընդդեմ Ռոբերտ Քոչարյանի, Արմեն Գևորգյանի, Զեյրան Օհանյանի եւ Յուրի Խաչատրովի Հայաստանի Հանրապետության կողմից հատուցված 670 միլիոն դրամը որպես հետադարձ պահանջ համապարտության կարգով բռնագանձելու պահանջի մասին։ Ինչու 670 միլիոն, ինչու հայց։ Հետադարձ պահանջի չափը հաշվարկվել է հիմք ընդունելով ազգային ժողովի կողմից 2019 թվականի հունիսի 4-ին ընդունված 2008 թվականի մարտի 1-ից 2-ը Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ տուժած անձանց աջակցության մասին օրենքը։ Վստահ եմ ազգային ժողովի падգամավորները կհիշեն նախաձեռնությունը, կհիշեն քննարկումները, որոնք տեղի են ունեցել ազգային ժողովում, եւ դրա հիման վրա կառավարությունը 2019 թվականի օգոստոսի 8-ին ընդունեց որոշում, որով Արտադրության նախարարությունը
դատախազությունը արդեն հետագայում փոխհատուցումներ կատարեց եւ փոխհատուցումների հանրագումարը, որը մեր խնդրանքով Արդարադատության նախարարության գլխավոր քարտուղարի կողմից 2024 թվականի հոկտեմբերի 25-ին տրամադրվել է դատախազությանը, պարզ է դառնում, որ մարտի 1-ից 2-ը Երևանում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ տուժած անձանց մինչ 2024 թվականի հոկտեմբերի 25-ը տրամադրված աջակցության չափը կազմում է 670 միլիոն դրամ։ Գլխավոր դատախազությունը նաև ներկայացրել է հայցի ապահովման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություն, խնդրելով հայցագնի 670 միլիոն դրամի չափով արգելանք դնել պատասխանողներ Ռոբերտ Քոչարյանին, Արմեն Գևորգյանին, Սեյրան Օհանյանին, Յուրի Խաչատուրովին պատկանող գույքերի վրա։ Հակակոռուպցիոն դատարանի 2025 թվականի օգոստոսի 13-ի որոշմամբ հայցադիմումն ընդունվել է վարույթ։ Հայցի ապահովման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդությունը բավարարվել է։ Սա նշանակում է, որ հայցապահանջի չափով նշված անձանցից համապարտության կարգով բռնագանձման ենթակագումարը սառեցվել է։ Նաև կցանկանամ նշել, որ ոչ դիտավորյալ, բայց կարծես թե այդպես է ստացվել, որ նույն օրը 2025 թվականի օգոստոսի 11-ին գլխավոր դատախազի, այսինքն իմ որոշմամբ, վերացվել է 2008 թվականի մարտի 1-ի դրությամբ ոստիկանության պետի տեղակալի պաշտոնը զբաղեցրած Սաշա Աֆյանի նկատմամբ քրեական հետապնդում դադարեցնելու մասին 2020 թվականի հունվարի 30-ի որոշումը։ Մարտի 1-ի գործով հիմնավորվել էր, որ Սաշա Աֆյանը, ով 2008 թվականի փետրվարի 12-ին նշանակվել էր կառավարության առընթեր ոստիկանության պետի տեղակալի պաշտոնում, 2008 թվականի մարտի 1-ին անցնելով իր պաշտոնեական լիազորությունները, այլ անձանց հետ հանցակցությամբ կազմակերպել է ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բռնության եւ հատուկ միջոցների գործադրմամբ զուգորդված Երևան քաղաքի Ազատության հրապարակում նստացույց անող խաղաղ ցուցարարներին ցրելու, ապա քաղաքի կենտրոնական հատվածներում նրանց կուտակումները, հնարավոր ցույցերն ու հավաքները բացառելու գործողությունները, որպեսզի գործողություններով անձանց իրավունքներին եւ օրինական շահերին, հասարակության եւ պետության օրինական շահերին պատճառվել է էական վնաս։ Գլխավոր դատախազի որոշմամբ արձանագրվել է, որ ոստիկանության պետ Հայկ Հարությունյանը 2008 թվականի փետրվարի 29-ի երեկոյան հրավիրել է խորհրդակցություն, որի ընթացքում ստորաբաժանումների ղեկավարներին հրամայել է ցրել Երևան քաղաքի Ազատության հրապարակում գտնվող խաղաղ ցուցարարներին եւ արգելել հիշյալ հրապարակում հավաքների անցկացումը։ Նշված խորհրդակցությունից հետո փետրվարի 29-ի լույս մարտի 1-ի գիշերը ոստիկանության պետի տեղակալ Սաշա Աֆյանը տագնապով ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊՑ գնդում է հավաքել հիշյալ գնդի ծառայողներին, որից հետո գնդի ղեկավարությանը կարգադրել է անձնակազմին զինել հատուկ միջոցներով եւ Ազատության հրապարակում նստացույց անող խաղաղ ցուցարարներին ցրելու համար անձնակազմը տեղափոխել հիշյալ հրապարակ։ Առավոտյան 6:30-ի սահմաններում ոստիկանության շուրջ 1200 ծառայող, այդ թվում ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊՑ գնդի ծառայողները տեղակայվել են Ազատության հրապարակին հարակից փողոցներում, որից հետո ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊՑ գնդի ծառայողները Սաշա Աֆյանի կազմակերպմամբ ոստիկանության մասին օրենքի 29 հոդվածով նախատեսված ֆիզիկական ուժ եւ հատուկ միջոցներ գործադրելու հիմքերի բացակայության պայմաններում մուտք են գործել հրապարակ։ Ակնհայտորեն դուրս գալով իրենց լիազորությունների շրջանակից, որը զուգորդվել է բռնության, ֆիզիկական ուժի եւ հատուկ միջոցների ապօրինի գործադրմամբ։ Ցրել են նստացույց իրականացնող հարյուրավոր խաղաղ ցուցարարներին եւ հարկադրաբար դուրս են հանել հիշյալ հրապարակից։ Նույն ժամանակ ոստիկանության մյուս ստորաբաժանումները քաղաքացիների հետագա կուտակումներն ու հավաքները հրապարակում կանխելու նպատակով շրջափակել են Ազատության հրապարակը եւ թույլ չեն տվել քաղաքացիների մուտքը հրապարակ։ Նստացույց անող անձանց Ազատության հրապարակից բռնությամբ տարհանելուց հետո Սաշա Աֆյանի եւ այլ անձանց կազմակերպմամբ ոստիկանական ուժերը շարունակել են բռնության եւ հատուկ միջոցների գործադրմամբ հետապնդել քաղաքացիներին քաղաքի կենտրոնական հատվածներում, նրանց կուտակումները, հնարավոր ցույցերն ու հավաքները բացառելու համար։ Ոստիկանության կողմից Ազատության հրապարակում եւ հարակից փողոցներում կատարված գործողությունների արդյունքում